Համադրելու համար պետք է նայենք ինչպիսին էր նաև Ադրբեջանի նախագահի խոսույթը, օրինակ Մյունխենում։ Մյունխենում հիշում ենք, որ Ադրբեջանը ուղիղ ռուսական կողմին մեղադրեց Ուկրաինայում ադրբեջանական դեսպանատունը նվազագույնը 2 անգամ ուղիղ գաղթավորելու մեջ։ Մյուս կողմից հայկական իշխանությունների վարած քաղաքականությունը, ինչպես նաև հիշում ենք, որ Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, որ պետք է ռուսական կողմը հնարավորինս արագ վերականգնի երկաթուղու այն հատվածները, որոնք գտնվում են իր կոնցեսիայի ներքո։ Բնականաբար այստեղ կար քաղաքական նպատակ, այն հաշվարկով, որ քանի որ հարավկովկասյան երկաթուղիները բավականին մեծ բարքեր ունեն, ի վիճակի չեն լինի այսպիսի ներդրումներ կատարել, հետևաբար խնդիր կառաջանա, որպեսզի հետ կանչվի կոնցեսիան հարավկովկասյան երկաթուղիներից եւ խնդիրը կստանար շատ ավելի այլ լուծում։ Սակայն վերջերս ռուսական կողմը հայտարարեց, որ պատրաստ է հնարավորինս շուտ սկսել այդ հատվածների վերականգնումը։ Ինչը ենթադրաբար, այսպես ասենք, չի արդարացրել Հայաստանի իշխանությունների ակնկալիքները այն մասով, որ հարավկովկասյան երկաթուղիները ինքնուրույն կհրաժարվեն վերականգնել այդ հատվածները, բնականաբար ֆինանսական սուղ պայմաններից ելնելով, եւ խնդիրը չի ստանա ավելի լայն քաղաքական ենթատեքստ։ Բայց քանի որ այս իրավիճակում ստացվում է այնպես, որ հարավկովկասյան երկաթուղիները հայտարարում են իր պատրաստակամությունը շարունակել վերականգնել, որով հնարավորինս շուտ վերականգնել այդ հատվածները, այստեղ արդեն խնդիր է առաջանում, խնդիրը դրափոխել քաղաքական դաշտ, քանի որ իրավական առումով այնտեղս կարծեք թե սպառվեց քաղաքական հայտարարության միջոցով իրավական գործընթացներով լուծել խնդիրը։ Հիմա հայտարարվում է այսպիսի, որ կան կողմեր, որոնք չեն ուզում եւ ներդրումների առումով կան խնդիրներ։ Բնականաբար այստեղ ես կարծում եմ, որ ոչ միայն հայկական կողմի շահագրգռվածությունը, այլև թե ադրբեջանական, թե թուրքական եւ թե ամերիկյան կողմերի այսպես ասենք, նպատակն է, որպեսզի ռուսական կողմը չունենա այստեղ ներկայություն, էգոն է թե այս հատվածում։